Դերասանուհի Ռոզա Դավթյանը նշում է իր 24-ամյակը անկեղծ ու բաց սրտով կիսվելով կյանքի այն կողմերով, որոնք հաճախ մնում են հանրության աչքից հեռու։ Նրա գրառումը չի սահմանափակվում պարզապես շնորհակալությամբ կամ բարեմաղթանքներով, այն ներսից հնչող ձայն է հոգու խորքերում ապրող խոստովանություն, որը միայն իսկապես ուժեղ մարդիկ կարող են բարձրաձայն ասել։ Ռոզան գրել է. «Այսօր դարձա 24 ու չեմ վախենում խոստովանել, որ իսկ հետո շարադրել եմ մի ամբողջական դիմանկար, առանց դիմակի, առանց փայլուն լուսավորության»։ Նա գրել է. «Առանց պապա ապրելը ամենադժվար բանն ա, էմոցիոնալ ոչ կայուն մարդ եմ։ Եթե ես դադարեցնում եմ հարաբերությունները, հավանականությունը 0,1% ա, որ նորից կշփվեն տվյալ մարդու հետ։ Անսահման հպարտանում եմ նրանով, որ ես 20 տարեկանից ինքնուրույն եմ աշխատում իմ գումարն ու կարողանում եմ իմ կարիքները ինքս հոգամ։ Չափից դուրս վախենում եմ հարազատ մարդու մահից։ Դիտավորյալ կարող եմ անտեսել բոլոր հաղորդագրությունները։ Պատրաստել չգիտեմ ու վախենամ երբեք չեմ էլ սովորի։ Անտանելի կարիերիստ եմ, չեմ պատկերացնում ինձ առանց աշխատանքի, պատրաստ եմ միշտ, առանց դադարի աշխատել։ Չեմ եղել եվրոպական երկրներում ու ինձ չի էլ ձգում։ Անսահման ատում եմ, երբ դիմացինս ինձ շողոքորթում ա կամ շատ ա շուրջս պտտվում, ես սկսում եմ վանվել։ Երբ խմում եմ, հավանական ա, որ մինչև 7 ժամ կարամ անդադար լացեմ ու հետո ոչինչ չհիշեմ։ Մինչև հիմա չգիտեմ ես չափից դուրս ավանդապաշտ եմ, թե ժամանակակից։ Ոչ դպրոցում, ոչ համալսարանում ոչ մի օր նախապես չեմ պատրաստվել դասերին ու աշխարհի չափ ատում եմ պարտադրված սովորելը։ Քնած ժամանակ շատ բարձր խոսում եմ։ Նա ընդունում է, որ առանց հոր ապրելն իր կյանքի ամենածանր մարտահրավերն է։ Հայր, ում բացակայությունը մշտապես զգում է, դարձել է ցավի ու կարոտի մշտական ուղեկից։ Այս խոստովանությունը գալիս է սրտի խորքից ու ամեն տողում արձագանքում է հազարավոր մարդկանց, ովքեր նույնպես ունեն անդառնալի կորուստ։ Ռոզան նշում է, որ էմոցիոնալ ոչ կայուն է, նա կարող է ժպտալ հրապարակային կերպով, բայց ներքին աշխարհում անցնել հույզերի բուռն ալեկոծություն։ Նա խոցելի է, բայց հենց այդ խոցելիությունն է նրան դարձնում անկեղծ, իսկական, մարդկային։ Նա խոսում է հարաբերություններից, երբ դադարեցնում է շփումը, վերադարձը գրեթե անհնար է, սա գալիս է ինքնապահպանման բնազդից՝ թույլ չտալ, որ իրեն նորից վիրավորեն կամ հիասթափեցնեն։ Նա հպարտությամբ է նշում, որ 20 տարեկանից ինքնուրույն է աշխատում, իր կարիքները հոգում է իր անձնական եկամուտներով։ Ու հենց այս անկախությունն է, որ հիմք է դարձել նրա ինքնավստահության ու ինքնազարգացման։ Ռոզան նաև խոստովանել է իր վախերը հատկապես հարազատի մահվան մասին։ Այդ վախը մշտապես նստած է հոգում, հիշեցնելով, թե որքան թանկ են մեզ սիրող մարդիկ, որքան խոցելի է մարդկային գոյությունը։ Նա անկեղծորեն ընդունում է, որ երբեմն դիտավորյալ անտեսում է հաղորդագրությունները։ Այս պարզ արձանագրությունը, որ կարող է թվալ փոքր բան, իրականում վկայում է նրա հոգնածության, գերհոգնածության կամ պարզապես ներսից ժամանակ խնդրելու ցանկության մասին։ Ու բացարձակ անսպասելի դիպուկությամբ Ռոզան կիսվում է նաև իր չսովորելու պատմությամբ։ Դպրոցում, համալսարանում երբեք չի սիրել պարտադրված սովորել, չի նախապատրաստվել դասերին, սակայն այսօր նա մի մարդ է, ով անդադար աշխատում է, զարգանում, խաղում բարդ կերպարներ ու ներշնչում հազարավորներին։ Հատկանշական է նաև այն, որ նա ընդունում է չի կարողանում պատրաստել ու վստահել չի, որ երբևէ կսովորի։ Սա էլ իր հերթին մարտահրավեր նետող սոցիալական կարծրատիպերին, կնոջ ու ընտանիքի դերի մասին։ Բայց Ռոզայի մոտ սա ոչ թե բաց թողում է, այլ վստահություն ինքդ քեզ լինելու հանդեպ։ Նա չի ձգտում Եվրոպա մեկնել, նրան այդ կողմերը չեն ձգում, սա ցույց է տալիս, որ Ռոզան արժեքներն ու ցանկությունները ձևավորում է ոչ թե ընդհանուր միտումներով, այլ իր ներաշխարհի համաձայն։ Շողոքորթության հանդեպ զզվանքն ու չափազանց մոտ մարդկանցից վանվելը խոսում է նաև նրա տարածքի նկատմամբ ունեցած զգայունության մասին։ Ռոզան ցանկանում է անկեղծություն, հստակություն, իսկ կեղծ ժպիտներից ու ցուցադրական ուշադրությունից պարզապես հեռանում է։ Երբ ալկոհոլ է օգտագործում, կարող է ժամերով լաց լինել, հետո նույնիսկ ոչինչ չհիշել։ Դա խոսում է կուտակված էմոցիոնալ լարվածության մասին, որը միայն խոցելի պահերին է դուրս գալիս։
Դերասանուհին անկեղծանում է նաև ավանդապաշտության ու ժամանակակից լինելու խաչմերուկում, չիմանալով երբեմն որ կողմն է իրենը։ Սա էլ հերթական նշան է բարդ ինքնության, որին նա փորձում է հասկանալ ու գտնել։ Ի վերջո նա եզրափակում է գրառումը նշելով, որ քնած ժամանակ բարձր է խոսում։ Մի պարզ, բայց շատ մարդկային խոստովանություն, որն էլ ավելի է ընդգծում այս հրապարակման անկեղծ երանգը։ Այս գրառումը ցույց է տալիս Ռոզա Դավթյանի հասունությունը ոչ թե տարիքի առումով, այլ մտածողության, ինքնաճանաչման և քաջության։ 24-ամյա այս աղջիկը, որն իր մեջ կրում է և թախիծ, և ուժ, և կարիերիստի կրակոտ ձգտում, և ավանդապաշտ հայ կնոջ արմատներ, շարունակում է ապրել ու սիրել։ Շնորհավոր ծնունդդ, Ռոզա, թող այս նոր տարին բերի խաղաղություն ներսում ու շուրջդ։